կուզեմ, որպեսզի այսօր ես էլ դու տեսնենք ասել ձեռակիրը մեր կյանքի մեջ։ Պողոսի կողմը, երբ որ մենք նայում ենք, Պողոսը հոյակապ միտք է ասում երկրորդ Տիմոթեոս գրքի թղթերի մեջ, նայեք ինչ է գրված, Պողոս առաքյալը երկրորդ Տիմոթեոս առաջի գլխում հետևյալ միտքն է ասում, գրված է, այս ամեն մեկիս համար է, գիտեմ ում եմ հավատացել եւ համոզված եմ, որ ավանդս կպահե։ Այսօր մեր խնդրումը որտեղից է։ Ուղղակի կուզեմ, որ ես էլ այսօր կարողանանք տեսնել եւ այսօր նայում ենք մեր կյանքի մեջ շատ ինչուներ կա։ Ինչի համար չեմ բժշկում, ինչի համար Աստված աղոթքիս պատասխան չի տալիս։ Որ ես եղբայրս, ամենամեծ խնդրեմ հետեւյալն է, որ ես եւ դու այսօր Աստծո խոսքը ամբողջովին չենք ընդունում կամ Աստծո խոսքին ամբողջովին տեղեկացած չենք։ Ուշադրություն դարձեք, երբ որ կարդում ենք Սուրբ Գրքի մեջ, ամենակալ Աստված բազում տեղեր խոսում է այս մասին։ Գուրեր ջան, եղբայրներ ջան, Աստված եկել է հիվանդի համար, եկել է բժշկելու, եկել է ոտքի կանգնեցնելու։ Հիշեք Սուրբ Գրքի մեջ գրված հետևյալ տողերը, որտեղ որ Երեմիա մարգարեության մեջ ամենակալ Տիրոջ խոսքը ինձ է քեզ հետևյալն ասում։ 8:22 համարի մեջ չկա, գրված է. Բալասան չկա քաղաքում, կամ բժիշկ չկա այնտեղ, ապա ինչու համար առողջություն չգտավ իմ ժողովրդի աղջիկը։ Եղբայրներ քույրեր, նույն Երեմիայի մարգարեության 46-ի 11 համարից եմ կարդում, Երեմիա 46-11 համար, վեր ելիր գաղատ և Բալասանը, ով Եգիպտոսի կույս աղջիկ, զուր ես շատացնում դեղերը, սպեղանի չկա քեզ համար։ Աստված այսօր պատրաստ է ամեն մեկից ողորմություն անել, բայց ուղղակի ուզում եմ նայենք որն է պատճառը, որ պատասխան չկա։ Ուզում եմ հիշատակել մեկ համար Սուրբ Գրքի մեջ Սաղմոս 2-ն Ասապ 80 Սաղմոսի 4-րդ համարի մեջ հետևյալն են ասում. Ով զորաստեր Աստված, մինչև երբ կպարկանաս քո ժողովրդի աղոթքի վրա։ Եղբայրներ քույրեր, այսօր մենք աղոթում ենք, պատասխան չկա։ Ուղղակի չեմ ուզում, որովհետև մեկ անգամ չմտածել թե իմ նպատակս որևէ մեկին հանդիմանելն է, իմ նպատակս մեր հավատքը շտկելն է։ Ինչի համար իմ աղոթքին պատասխան չկա, որն է պատճառը, այսօր ընկած ողբում եմ, պատասխան չկա, ծոմ եմ պահում, պատասխան չկա, չկա բժշկություն։ Չէ՞ որ ամենակալ Տիրոջ խոսքը ասում է, որ ինքն է մեր բժիշկը։ Ամեն։ Երբ որ մենք կարդում ենք Ելիս գրքի մեջ, կարդամ մեր բոլորի համար 15-րդ գլուխ Ելից, ինչ ասում ամենակալ Տիրոջ խոսքը 26 համարի մեջ։ Այս գրված է ինձ եւ քեզ համար, գրված է ինչ ասում ամենակալ Տիրոջ խոսքը։ Եվ ասեցի, եթե իրավ լսես քո Եհովասայությանը, եւ ինչ որ նրա աչքի առաջին ուղիղ անես, նրա պատվիրանքներին ականջը տնես, նրա բոլոր կանոնները պահես այն աղթիցը, որ ոչ մեկը քեզ վրա չեն բերել, որոնք եգիպտացիները վրա բերի, որտեղ ես եմ Եհովան, քո բժիշկը։ Այսօր բժիշկը ինքն է ամենակալ Աստված, բայց հարց եմ տալիս, անկարող է մեր բժիշկը։ Ուղղակի ես ուզում եմ, որպեսզի ես եւ դու տեսնենք որտեղից է մեր խնդրումը։ Նորից եմ ասում։ Երբ որ մենք կարդում ենք Սուրբ Գրքի մեջ, ամենակալ Աստված ուզում է, որպեսզի մենք հասնենք այս վիճակին։ Քուրեր ջան, եղբայրներ ջան, գիտություն չունենալու պատճառով իմ ժողովուրդը խոթորվեցավ։ Նայեք, ուզում եմ ցույց տալ Սուրբ Գրքի մեջ այդ ինչուն։ Այսօր ամեն մեկիս կյանքի մեջ այդ ինչուն կա։ 73-րդ Սաղմոսի հեղինակը ասում է երկրորդ համարից քիչ է մնացել, որ ոտքերս ծրվեն, բան չի մնացել, գնաց կսային։ Ինչու։ Որտեղ աղոթքին պատասխան չկար։ Որտեղ այս անձնավորությունը հավատում էր հետևյալ կերպ, եւ այսօր շատ քրիստոնյաների կյանքում այս հավատամքը կա։ Նայեք ինչ ասում ինքը Ասապ, 3-րդ համարից եմ կարդում, որովհետև նախանձով լեցվեց հպարտների վրա ամբարիշների խաղությունը տեսնելիս։ Որտեղ նրանք ցավ չունեն, մինչև իրենց մահ, ինքը ցավ ուներ։ Նրանք մարդի նեղության մեջ չեն, ինքը նեղություն ուներ։ 12-րդ համարի մեջ գրված է, սրանք են ամբարիշները, որ հաջողակ են աշխարհումս եւ ավելացնում են հարստություն։ Եղբայրներ քույրեր, ուղղակի ես ուզում եմ հարց տալ ինձ հետ քեզ։ Ինչ ենք հասկանում Հիսուս ասելը։ Այսօր ամեն մեկիս մտածելակերպ առաջինը մեր բանականության մեջ գալիս է հետևյալը. Հիսուս օշնություն, զորություն, խաղություն, հաջողություն, ոչ սիրելիս Հիսուս նշանակում է հալածանք, տառապանք, Գողգոթա, խաչապանք։
Եթե սոր ես եկել եմ լոկ միայն մեկ կողմը տեսնելու, որ Աստված ինձի պիտի օժնի, ասապի պես ես էլ պիտի հասնեմ մեկ վիճակի, որ ես իմ ճանապարհները պիտի ծրեի Աստծուց։ Այսօր համար ուղղակի ուզում եմ, որ ես եւ դու կարողանանք սա տեսնել, կամ մի հատ հարց եմ ուզում տալ ինձ եւ քեզ։ Ուղղակի ուզում եմ ես միտքը լուրջ տեսնեմ։ Եթե այսօր մենք նայում ենք մեր կյանքի մեջ, ամենաշատ մեր կախվածությունը Աստծուց երբ է եղել։ Երբ որ նեղություն եղել, հիվանդություն, պրոբլեմ։ Սիրելիս, ես ուղղակի ուզում եմ տեսնենք, թե ինչու համար այդ մեր կյանքի մեջ բժշկությունը չկա եւ ինչու համար հասնում այդ վիճակը։ Ինչ է ասում ամենակալ Տիրոջ խոսքը։ Երբ որ նեղության մեջ են Օսիա 5:15 համար մեջ է։ Կանուխ պիտի ինձ դիմեն։ Այսօր ես եւ դու կանուխ դիմում ենք Տիրոջ, երբ որ ունենք նեղություն, պրոբլեմ։ Երբ որ կա հիվանդություն, 44 օրվա պատերազմի ժամանակ ես շատ վկայությունը շատ անգամ տվել եմ։ Մեր մոտից շատ երեխեք առաջնակցում են։ Ծնողների զանգ են տալիս, մեր մոտ հայտարարված է շուրջօրյա աղոտ։ Գրիշ եղբայր ժողովրդին հավաքիր եկեղեցի, գիշերը երկուսն է։ Ինչ եղել, աղոտ ենք, ասում եմ եղբայր շուրջօրյա, ասում էին չես ուզում, որ երեխեքը կան։ Իմի հարց հետևյալն է, ծնող ինչու համար էսպես, որն է պատճառը։ Երեխան առաջնակցում էր։ Պատերազմը վերջացավ, երեխան եկավ, աղոթքը դադարեց։ Հիմի հարց եմ տալիս, քուրեր ջան, եղբայր ջան։ Որն է Աստծո ձեռագիրը մեր կյանքի մեջ։ Երբ որ ես կարդում եմ Սուրբ Գրքում, Առակաց գրքի մեջ ամենակալ Աստված մի հատ միտք է ինձ բերում։ Առակաց 29:19 համար մեջ գրված է. Խոսքով չի խրատվել այն սառան, որ հասկանում է, բայց չի պատասխանում։ Եթե ես խոսքով չեմ հասկանում, Աստված ունի միջոց։ Եբրայեցիս 12:6 համար մեջ գրված է. Աստված իրեն սիրածները կխրատե, նա ծերծում է ամեն որդի, որին որ ընդունում է։ Իմի հարց եմ տալիս ինձ եւ քեզ։ Մենք սա կարող ենք ընդունել։ Այսօր դու կարող ես հոբի պես 42-րդ համարը կիրառել եւ ասել Աստված ինձ հրաշալի բաներ կերել եւ բաներ քույրեր։ Այսօր ամենամեծ խնդիրը հետեւյալն է, որ ես եւ դու Աստծո հավիտենական ծրագրին չենք հավատում։ Աստծո հավիտենական սիրուն։ Աստծո ծրագիրը կախված չես երկրի վրա որից է մեկ բանից։ Քո առողջությունից, ստացվածքից, երեխայից, ընտանիք կազմելուց։ Աստծո ծրագիրն է, որ դու երկինքի ժառանգես։ Եվ այդ երկինքի ժառանգելու համար Աստված պատրաստ է ամեն ինչ անելու, որ դու մտնես երկինք։ Մենք կոկոմը սա տեսնել է եւ համաձայնվել է։ Եվ ուշադրություն դարձեք, Ասապը ինչ ունեցավ այդ տառապանքների հիման վրա։ Հիշում եք 73-րդ Սաղմոսի մեջ, երբ որ մենք կարդում ենք Ասապի տրտունջն է, պրոբլեմն էր, բայց 17 համարի մեջ գրված է, մինչև որ Աստծո սրբության տեղը մտավ։ Մտավ Աստծո սրբության տեղը։ Մեկ Ասապի հավատքը լրիվ փոխվեց։ Այն ժամանակ խնդրում էր խաղաղություն, առողջություն, հաջողություն 25 եւ 26 համարներն եմ կարդում։ Ով ունեմ ես երկնքում։ Քեզնից ջոկ բան չեմ ուզում երկուրա։ Թե մարմինս ու սիրտս մաշվի, Աստված հավիտենական իմ սրտի ոչն է ու իմ բաժին։ Ուշադրություն դարձեք, ես մարդ արդեն մեկ ուրիշ խնդրված ունեմ։ Ով ունեմ ես երկնքում, քեզնից ջոկ բան չեմ ուզում երկուրա։ Իմ այսօր երբ որ մենք ասում ենք Հիսուս, առաջինը մենք մտածում ենք այդ օրհնությունները։ Բայց քուրես ջան, եղբայրներ ջան, հիշեք հետևյալը. Հիսուս եկավ օրինակ մարդկությանն ապացուցելու եւ ցույց տալու, որ ճանապարհը նեղ եւ փշոտ։ Երկինք հենց ձեր չեն մտնում։ Ես շատ անգամ ես մտքի վրա կանք եմ առնում, ուղղակի ես ուզում եմ փոխանցել ամեն մեկից, երբ որ մենք նայում ենք Սուրբ Գրքի մեջ, Երես 12-րդ գլխի մեջ գրված է, որ ամենակալ Աստված նշան տնեց այն տների վրա, որոնք որ Աստծուն հավատում ընդունում են եւ կարան այրունը, որպես նշան ամեն մեկի տրանտիկների վրա, եւ սատակիչը պիտի անցներ, որից է մեկի տրանտիկի վրա եթե չկար այդ այրուն առաջնեկները պիտի մեռնեն, կամ երբ որ մենք կարդում ենք Սուրբ Գրքի մեջ, ուշադրություն դարձեք, Եզեկիել մարգարության մեջ, ամենակալ Աստված 9-րդ գլխի 4-րդ համարից ասում է,
անցկաց քաղաքի միջով, այսինքն Երուսաղեմի միջովը, նշան տիր այն մարդկանց ճակատներին, որ հառաչում եւ ողբում են նրա միջում արած բոլոր փոխությունների համար։ Նշան տրվավ այն մարդկանց վրա, ովքեր որ սրբությունը սիրում են։ Հիմի հարց եմ տալիս, ո՞րն է մեր վրա նշանը։ Այսօր բոլորիս պատասխանը միանշանակ մեկն է՝ Սուրբ Հոգին, այո եւ ամեն։ Բայց ուշադրություն դարձեք, երկրորդ Թեսաղոնիկեցիս առաջի գլուխ 4-5 համարներն եմ կարդում, որտեղ որ Պողոս առաքյալը խոսում է Թեսաղոնիկե եկեղեցու վրա։ Ինչ ասում։ Այնպես որ մենք ինքներս ձեզանով բարձրանում ենք Աստծո եկեղեցուներում։ Որն է բարձրանքը։ Ձեր համբերության եւ հավատքի համար։ Ձեր բոլոր հալածանքներում եւ նեղություններում, որոնց դուք համբերում եք։ Եվ 5 համարի մեջ նա ինչ ասում, որ դա Աստծո արտար դատաստանի նշանն է, որ դուք արժան եք Աստծո արքայությանը, որի համար նեղություն եք քաշում։ Հիմա հարց եմ տալիս, ո՞րն է Աստծո արտար դատաստանի նշանը։ Այսօր դու հիվանդությունը կարող ես Տիրոջ ձեռքերից ընդունել եւ Տիրոջը փառթալ։ Ով Երեմիայի 3-րդ գլուխ 33-րդ համարի մեջ գրված է, որ Աստված իր հոժար կամքով մեկին չի ցավեցնում։ Եվ երբ որ մենք կարդում ենք Սուրբ Գրքի մեջ գրված է, որ Աստված մեղած պատճառով մարդուն հիվանդություն է տալիս։ Բայց քուրեր ջան, եղբայրներ ջան, մենք միայն այս կողմն ենք նայում։ Երբ որ մենք կարդում ենք Հովաննու ավետարան 9-րդ գլխի մեջ գրված է, Հիսուսի մոտ բերեցին մեկ երեխայի եւ ասեցին հետեւյալը. Ռաբի, ով է մեղանչել, սա թե իր ծնողն է։ Քուրեր ջան, եղբայրներ ջան, Հիսուս պատասխանեց եւ ասեց. ոչ ինքը, ոչ էլ ծնողները, Աստծո փառքի համար։ Այսօր շատերը սա չեն կարող տեսնել։ Ես այդ օրինակը բազում անգամ տվել եմ, ովքեր որ Գյումրիում եղել են, ծերանոցում Ադրինե քույրիկ ունենք, ոչ ձեռքերն աշխատում, ոչ էլ ոտքերը։ Մի օր լուր բերեցին, թե Միացյալ Նահանգներից մեկը եկել է, բժշկության պարգև ունի, ոչինչ տեղի չունեցավ, այդքան հսկայական ժողով հավաքվել էր, որից է մեկը չբժիշկ բար։ Երբ որ գնացի ծերանոց, Ադրինեն ինձ ներեցել է, ասել չէր լինի, որ ինձ էլ տանե։ Ասել Ադրինե ջան, ոչ ոք չի բժշկվել։ Եվ ես իրեն հետ խոսած հետևյալը, որ Աստված ինչու համար այդ վիճակին իրեն ստեղծել։ Եվ անցավ ամիսներ Միացյալ Նահանգներից հյուրեր էին եկել իմ մոտ տարած ծերանոց։ Մի հատ տատիկ նայեց ասեց ինչքան մեղք են, Ադրինեն ասեց մեղքը դու ես, որ Հիսուս չունես։ Ասեց ես ձեռքեր, ոտքեր այստեղ չունեմ, բայց երկնքում ունեմ։ Եվ ամենագլխավոր միտքը ինչ ասեց. եթե Աստված ինձ ձեռքեր, ոտքեր տար, մի կուզես Աստծուն չճանաչի։ Քույրս, եղբայրս, այսօր Աստծո ամեն բանի մեջ մեկ բան կա, իրեն փառքը Երևանը։ Միսակ Սետրակ Աբեդնակով հենց այնպես չընկա կրակի հնոցի մեջ, այլ Աստծո փառքը պիտի Երևան։ Պողոս առաքյալը երկրորդ Կորինթացիս, երբ որ մենք կարդում ենք այս անձնավորությունը, որ ամեն մեկի համար աղոթում էր, ամենը բժշկում են, բայց ինքը իրեն համար գրված է 3 անգամ խնդրեցի Տիրոջը, որ Աստված այդ նկարությունը կամ այդ խայտոցը վեր առնե, բայց Տեր իրան ուրիշ պատասխան տվեց։ Երկրորդ Կորինթացիս 12:7-8 համարները։ Եվ հայտնությունների առավելությամբ, որպեսզի չպարտանա, մարմնից խայտոց տրվեց ավին, Սատանա երեշտակը, որ ինձ բռնցքոցեց է, ոչ խորազանը։ Սրա համար 3 անգամ աղաչեցի Տիրոջը, որ նա հեռացնե ինձանից։ Նա էլ ասաց ինձ, բավական է քեզ իմ շնորհքը, որովհետև իմ զորությունը տկարության մեջ է։ Քուրջ ջան, բանը չէ։ Այսօր շատ առողջ մարդիկ ունևոր մարդիկ ասում փառք են տալիս։ Բայց հարց հետևյալը, հիվանդության մեջ մարդը Տիրոջը փառք տա։ Հոպը, մենք շատ անգամ ասում ենք երանելի, որտեղից է այդ միտքը, որտեղից ենք ասում հոպին երանելի։ Ուշադրություն դարձեք հոպը, կորսեց տար զավակը, ունեցված կկորսեց առողջությունը։ 5-րդ գլուխ հոպի 17 համարի մեջ գրված է. ահա երանելի այն մարդը, որին Աստված կխրատե, ուրեմն ամենակարողի խրատը մի մերժի։ Հիմա հարց եմ տալիս, Աստված ում է խրատում իրանները։ Եվ հաջորդ հարցս ինչու հիվանդություն, որ Տիրոջ փառքը երևա։ Աստված եկել է հիվանդներին բժշկելու, բայց ուղղակի եմ հարց տալ, ինչի համար այդ բժշկությունը տեղի չի ունենում, ո՞րն է պատճառը։ Առաջինը մեղքի պատճառով։
Երկրորդը քուրեղջան, եղբայրներ ջան։ Այսօր երբ որ մենք կարդում ենք Սուրբ գրքի մեջ, Եբրայեցիս 12-ի վերջնամասում գրված է, եւ թե իրեն խնդրողներին վարձատրույց կրին։ Այսօր շատերը գալիս են բժշկվելու, չեն գալիս Հիսուսին ուզել։ 91 Սաղմոսի 14-ից 16 համարները եթե կարդաք, այնտեղ ամենակալ Աստված ցույց է տալիս ինձ եւ քեզ այդ վիճակը։ Կարդամ լսեք։ Ուշադրություն դարձեք, չեմ կարդում նախապայմանը, կարդում եմ հետևանքները։ Ես կփրկեմ նրան, ես բարձր կանեմ նրան, որ նա ճանաչում է իմ անունը, նա կկանչե դեպի ինձ, ես կլսեմ նրան, ես նրա հետ կլինեմ նեղության մեջ, կապրեցեմ նրան, փառավոր կանեմ նրան, երկար նորով կշատացեմ նրան, իմ փրկությունը ցույց կտամ նրան։ Նախապայմանը կայանում է հետևյալ մտքի մեջ, որովհետև նա ինձ ցանկացավ։ Այսօր ի՞նչն է քո ցանկությունը։ Բժշկվելը, թե Տիրոջ հետ ապրելը։ Քուրեր չան, եղբայրներ չան։ Մի հատ հարց եմ տալիս։ Եթե ասեն Հիսուսը ներության մեջը այնտեղ է բնակվում, հարց կտամ քեզ, ուզես այդ ներության մեջ ապրես թե չէ։ Մենք խոսքով ասում ենք, բայց իրականության մեջ չէ։ Հոբը այդ տառապանքների մեջ հետևյալին հասավ, հասկացավ մի կպուն, որ Աստված իրեն հրաշալի բաներ կներ։ Լավ տառապանքը ցավը հրաշալի է։ Այսօր մենք ուրիշ տեսանկյունով ենք նայում։ Ուղղակի չեմ ուզում, որոնց է մեկի հավատք այսօր փշրված լինի։ Այսօր Աստված երեք այսօր հավիտյան նույնը։ Եկել է որպեսի բժշկվի, այլ որպեսի բժշկություն ստանաս, նախապայմանը հետևյալն է, որ իրեն պիտի ուզես։ 80 Սաղմոսի 4 համարը մենք կարդացինք, որ գրված է մինչև երբ քո ժողովրդի աղոթքին պիտի վերջը նայես, չնայես։ Առակաց 28-ին համար մեջ գրված է, ով որ մեր իրական օրենքը լսելու, նրա աղոթքն անգամ կարճելի։ Ուրեմն աղոթք կա, որ ասում հաճելի չէ։ Որն է այդ օրենքը։ Մատթեոս 6:33։ Սակայն առաջ երկինքի առկայությունը խնդրեք։ Անոր արդարությունը, մնացած բաները, կտրվի ձեզ։ Հիվանդությունը մնացածի մեջ է, թե չէ։ Հիմա ինչ անեմ, որպեսզի ես բժշկվեմ։ Հայտնության 21:7 համարի մեջ գրված է, ով որ հաղթե, ամենը կժառանգե։ Հիմա ո՞րն է ամենը։ Փողը, դիրքը, անունը, Քրիստոս։ Եթե ասոր ունես Քրիստոս, ունես բժշկություն։ Ունես Քրիստոս, չունես խնդիր։ Բայց նորից ուզում եմ մեր բերում անել հետևյալը, քուրեր չան, եղբայրներ չան։ Որ ամենակալ Աստված այսօր ամեն ինչ անում է, ինձ էլ քեզ իր հետ հաղորդակցության մեջ բան։ Նեղությունը, դժվարությունը լոկ միայն մեկ բանի համար է, որ ես էլ դու իրեն երես եմ։ Այսօր մեր ամեն մեկի կյանքի մեջ, երբ որ դժվարություն կա, պրոբլեմ կա, մենք ծունկ ենք ծրում Տիրոջ առաջին, ասում ենք Տեր, ողորմություն արա, եւ ես քեզ կծառայեմ։ Աստված ողորմություն անում է, 1 ամիս, 2 ամիս ծառայում ենք նորից նույն վիճակ։ Հիմա հարց եմ տալիս, Աստված բարի է, որ այդ նեղության մեջ քեզ պահում է։ Դու կարող ես ընդունել սա Աստծո ձեռքերից որպես օրհնություն։ Թող օգնական լինի ինձ եւ քեզ, քույրս, եղբայրս։ Ուղղակի ուզում եմ, որպեսզի ես եւ դու սա կարողանանք ունենալ։ Մեր ամենաառաջի խնդիրը, որ ես եւ դու կասկածում ենք Աստծո խոսքին։ Ես մի տեղ ասեմ ու եզրափակեմ։ Բազում անգամ այս հերոսին Սուրբ գրքի մեջ բերում են անում։ Սա գրված է 4-րդ թագավորաց գրքի մեջ, Սանոմացի կինը։ Ուշադրություն դարձեք, այս կնոջ վիճակը շատ ծանր։ Հիշում եք, Եղիսեն միշտ անցնում էր Սանոմով, եւ այս ընտանիքի մեջ էր մտնում, հաց էր ուտում, եւ այս կինը իրան ամուսնում վկայում էր Եղիսի համար, ասում էր, հա գիտեմ, որ ասում մարդը սուրբ է, որ միշտ ասում է մեր տան մոտով։ Երեխա չունեն։ Եղիսեն ասես գարտարիկ ունենից։ Երեխան ունեցածավ, գնաց որում մոտ, 4-րդ թագավորաց 4-րդ գլուխն է, 18 համարից եթե կարդաք, գրված երեխան ունեցածավ, գնաց որում մոտ։ Եվ ասես գլուխս, այր ուղարկես մոր մոտ։ Եկավ մորցերքների վրա երեխան մահացավ։ Ուղղակի ուզում եմ ուղղել այս վիճակին, հավատքին այս կնոջին։ Գարտամ է տողերը, եւ նա վեր կնաց նրան պարկեցրեց Աստծո մարդի անկողնու վրա։ Եվ ետևից կողպեց եւ կնաց։ Երեխան մահացել է,
դրել է Մարգարեի անկողնու վրա, դուրը կողպեց, ամուսնուն չի ասում, գիտես, երեխան մահացել։ Ամուսնուն ասեց ծառաներից մեկին եւ էշ ուղարկի, որ ես գնամ Մարգարեի մոտ։ Ամուսնուն ասեց, ոչ ապատ է, ոչ ամսակելու։ Ինչու ես գնում։ Կնոջ հավատքի պատասխան, վերված է, հանգիստ է։ Երեխան մահացել է, ամուսնուն ասում է հանգիստ է։ Ինչի հիման վրա։ Իրեն այս խոսքերը չգիտեմ ինքը տեղյակ եղել կամ լսել է քահանաների կողմից։ Հիշում եք Առակաց գրքի մեջ կա մեկ համար, որտեղ որ ամենակալ Տիրոջ խոսքը այսօր մեզ ուզում է բերել այդ վիճակին։ Այս գրվել է շատ երկար ժամանակ հետո, բայց այս կին ունեցել այս հավատքը։ Կարդամ լսեք ինչ ասում Տիրոջ խոսքը։ Առակաց 4:20-22 համարներ։ Որտեղս ուշադիր եղիր իմ խոսքերին եւ ական ճտուր իմ ասածներին։ Թող նրանք չգնան քո աչքի առջևից, սպայր նրանց քո սրտի մեջ, որ նրանք կյանք են նրանց գտնողներին եւ նրանց բոլոր մարմնին բժշկություն։ Ինչն է բժշկությունը։ Ասել խոսքը։ Այս կինը հավատում էր, որ Մարգարեն կա, իր զավակը հարություն կա։ Հիմի հարց եմ տալիս, ուրան է մեր հավատը։ Կինը չուներ Աստվածաշունչ մայցանը, Սուրբ Հոգով մկրտված չէր, չգիտեմ քահանաները ինչ կապեր են եղել, լսել էր պաշտամունքներին կամ հավաքներին այս մասին, բայց Աստվածը ողորմություն արեց։ Այսօր այդ Աստվածը նույնն է, երեք այսօր հավիտյանից։ Եվ նորից ուզում եմ ասել հետևյալը, այսօր քո տեղը Աստծո խոսքն է։ Եվ ինքը, ինչպես որ խոսեց Երեմիայի գրքի մեջ, նորից կարդում եմ այդ տողերը, 46:11 համար, վեր և գավաթ և բալասանը, ով Եգիպտոսի կույս աղջիկ, զուր է շատացնում դեղերը, սպեղանի չկա քեզ համար, սպեղանին կա, սպեղանին ասել խոսն։ Գանք այդ հավատքով, խնդրենք, որ Աստված առաջինը մեր հավատքը բժշկի, երկրորդը բժշկությունից հետո հետևանքը կլինի նաև մարմնի բժշկություն։ Գանք Տիրոջ առաջ